Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք, փառաբանություն և երկրպագություն։ Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է Սաղմոս 34-ի գանձերը անվանումը։ Ես շատ եմ սիրում Աստվածաշնչի Սաղմոսների գիրքը և որոշել եմ առաջիկա 7 ուղերձները նվիրել 34-րդ Սաղմոսի գանձերին, այն զորավոր խորհուրդներին ու սկզբունքներին, որ Աստված զետեղել է այս հրաշալի Սաղմոսի մեջ։ Այս շարքի առաջին ուղերձի մեջ մենք խոսելու ենք Տեր Աստծուն ուղղված փառաբանական և երկրպագության երգերի կարևորության մասին։ Ընթերցենք 34-րդ Սաղմոսի առաջին 3 խոսքերը. «Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. Նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։ Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան։ Ինձ հետ մեծարեցե՛ք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք Նրա անունը»։ Սիրելի՛ բարեկամ, Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը միայն եկեղեցական ծառայությունների ժամանակ չէ, որ պիտի լինի մեր Տեր Աստծուն հավատացողների շուրթերին։ Սաղմոս 2-ն ասում է, որ Տիրոջը պետք է օրհնաբանի ամեն ժամանակ, և Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը միշտ պետք է լինի Նրա բերանում։ Ամեն ժամանակ և մշտապես մենք պետք է մեր շուրթերին ունենանք Տեր Աստծուն ուղղված օրհնաբանությունը։ Ինչու՞ է դա կարևոր։ Ընթերցենք Եփեսացիս 5:19-20 խոսքերը. «Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով և հոգևոր երգերով խոսեք։ Ձեր սրտերում Տիրոջը երգեք ու սաղմոս ասեք։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհություն հայտնեք Աստծուն և Հորը»։ Օրհներգությունները, հոգևոր երգերն ու սաղմոսները մեր գոհության դրսևորումներն են առ Աստված։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ առաջին հերթին մենք մեր սրտերում պետք է երգենք Տիրոջը, և դա պետք է անենք ամեն ժամանակ։ Մեր սրտից բխած հոգևոր երգն արդեն իսկ հոգևոր հաղթանակ է, քանի որ այն հեռացնում է մեզնից տրտունջն ու դժգոհությունը։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, շատերն ինչ-ինչ պատճառներով ամաչում կամ անհարմար են զգում Տիրոջը երգեր ու օրհնաբանություններ ուղղելը։ Հատկապես նոր ապաշխարած տղամարդկանց մոտ այս հարցը լրջագույն լուծման կարիք ունի։ Աստծուն երգելը մեծագույն արտոնություն է հավատացյալի համար։ Աստծուն օրհնաբանելը դուռ է բացում դեպի հոգևոր զորավոր հաղթանակներ։ Աստծուն ուղղված գովաբանական սաղմոսները մեր սիրտը լցնում են երախտագիտությամբ և մեր կյանքից հեռացնում ամեն տրտունջ ու դժգոհություն։ Իսկ դու սովորություն ունե՞ս հոգևոր երգեր ուղղելու քեզ անսահման սիրով սիրող Տիրոջը։ Գիտե՞ս արդյոք BibleRadio.am առցանց քրիստոնեական ռադիոկայանի մասին, որի շնորհիվ ողջ օրդ կարող ես լցնել Տեր Աստծուն ուղղված փառաբանությամբ։ Որոշում կայացրու երգել Տիրոջը և գոհանալ Նրանից ու կտեսնես, թե ինչպես է Քրիստոսի խաղաղությունը լցվում քո սրտի մեջ ու կարգավորում քո կյանքը։ «Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացող եղեք։ Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ ամենայն իմաստությամբ, միմյանց ուսուցանեք ու խրատեք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։